Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Մերձավոր Արևելքի քրիստոնյաները հալածանքներու, արտագաղթի եւ շահարկումներու միջև։ Զվիցերիան կնախաձեռնե միջազգային համագումար Արցախի բնիկ հայերու վերադարձի համար։ Անուշ Հարությունյան։ Ադրբեջանը կբահանջի Դիկրանաշենը եւ այլ տարածքներ։ Արցախցիներու փողոքի ցույցը կառավարության շենքի դիմաց։ Մոսկվայի պայմանակիր, պատմական անարդարություն եւ անոր հետևանքները։ Դուրսը պիտի հայտնվենք։ Չի վճարվիր արցախցիներու վկայականով քնված բնակարաններու վարգերը։ Հերաթիդագով գնայինք հուշարձանը չկա։ Այնտեղ ադրբեջանական գողմը զորանոց կգառուցե, ներքին հանցի վարչական ղեկավար։ Մարտի սկզբին Սուրիո ալավիներու չարտերը գրգին առաջ բերին մերձավոր Արևելքի բնիկ ազգային եւ գրոնական փոքրամասնություններու, ինչպես քրիստոնյաներու ճակատագրի հարցը։ 2000-ամյա պատմություն ունեցող քրիստոնյա համայնքները դարերու ընթացքին ենթարկվել են հալածանքներու, հռոմեական գայսրութենեն մինչև արաբական արշավանքներ, օսմանյան գայսրություն եւ ներկայիս իսլամական խմբավորումներ։ Միջազգային գազագերբություններու վերջին զեկույցները կփաստեն քրիստոնյաներու աջող բռնաճնշումներու մասին Եգիպտոսեն մինչև Լիբանան եւ Բաղեստին։ Անգլո-սաքսոնական ներխուժումեն հետո Իրաքի քրիստոնյաներու 90% լքեր է երգիրը, Սուրիո մեջ ավելի քան կեսը։ Գազայի շրջանը քրիստոնյաները կզոհվին իրենց մահմեդական համակարգացիներու կողքին։ Մերձավոր Արևելքի անընդհատ պատերազմներն ու տնտեսական ճգնաժամերը կստիպեն քրիստոնյաներուն արտագաղթել։ Լիբանան, ուր իրենք կգազմեն բնակչության 40%-ը, մեծ թիվով մարդիկ կհերանան ընտանիքներուն արտերգիր միանալու համար։ Սուրիո մեջ վերջին 13 տարին քրիստոնյաներու 2/3-ը լքեր է երգիրը, ինչը լուրջ հարված է ոչ միայն իրենց, այլ տարածաշրջանի մահմեդական բնակչության համար։ Քանի որ քրիստոնեական համայնքները մեծ դեր կխաղան գրթության, առողջապահության եւ ընկերային ոլորտներու մեջ։ Հակառականոր որոշ երկիրներ կփորձեն ներկայացնել իրենց որպես կրոնական հանդուրժողականության կողմնակիցներ։ Կատարի մեջ կգառուցվին եկեղեցիներ, Եգիպտոսի նախագահ Սիսին անգամ կշնորհավորե Սուրբ Ծնունդը, սակայն իրականության մեջ քրիստոնյաներու նկատմամբ խտրականությունը կշարունակվի։ Մինչ քրիստոնյաները կշարունակեն պայքարել իրենց իրավունքներու համար, Ֆրանսան կփորձի անոնց պաշտպանությունը դարձնել իր դիվանագիտական քաղաքականության մաս։ Սակայն քրիստոնյաներն են հաջող, որոնք կմերժեն արևելյան քրիստոնյա բանաձևը, որը անոնց կարծիքով ծառայած է քաղաքական շահարկումներու։ Մերձավոր Արևելքի քրիստոնյաները կշարունակեն ըլլալ տարածաշրջանի բազմազանության անբաժանելի մասը, հակառակ ծանր փորձություններուն եւ շարունակվող արտագաղթին։ Մարտ 18-ին Զվիցերիո Դաշնային ժողովի վերին բալադը Կանտոններու խորհուրդը ընդունեց խաղաղության համագումար Արցախի համար հնարավորություն տալ հայերու վերադարձին որոշումը։ Այն կբարդավորեցնե Զվիցերիո կառավարությանը նախաձեռնել միջազգային համագումար, ինչի նպատակը Արցախեն բռնի տեղահանված բնիկ հայերու վերադարձի իրավունքի ապահովումն է։ Արցախի ժողովրդին վերաբերող ովևէ որոշում չի կրնար ընդունվել առանց անոնց մասնակցության։ Սակայն վերադառնալու պայմանները թերևս անորոշ են։ Մենք արցախահայությանը կբնթենք, որ վերադարձը հնարավոր է միայն, երբ ադրբեջանական զորքերը լքեն Արցախը եւ տարածաշրջանը ըլլա ազատ։ Արցախահայության իրավունքները միջազգային հարթակներու մեջ բարձրացնելու համար անհրաժեշտ է գործել միասնական։ Արևմտյան Հայաստանի Պետական հեռուստատեսության խմբակիր Անուշ Հարությունյանը գոչ կնե համայն արցախահայությանը մասնակցիլ քվեարկության եւ աջակցիլ բարոն Արմենակ Աբրահամյանին Զվիցերիո եւ հետագա համաժողովներուն Արցախի ժողովրդի իրավունքները ներկայացնելու համար։ Քվեարկության մասնակցելու համար կարելի է հետևել մեր գայքին մեջ նշված հղման։ Հրապարակ թերթը կգրե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարությամբ կփորձեն գեղձ քարոզել, թե խաղաղություն կբերենք, սակայն անգամ քվեականները կխոստովանին, որ վատ երազը թերթիմացն է։ Բանն այն է, որ Ալիևը չի հրաժարիր ոչ միջանցքի, ոչ սահմանադրության փոփոխության, ոչ ադրբեջանցիներուն Հայաստանի մեջ բնակցելու, ոչ ալ անգլավներուն նյութեն։ ԿԲ-ի վերջին փակ նիստերեն մեգուն ժամանակ Փաշինյանը խումբին ըսած է, թե Ալիևը կբնթե, որ Դիկրանաշենը կվերցնե ինչպես նաև Դավուշի իրեն պատկանող 3 տարածքները, նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհեն հատվածը։ Ակնհայտ է, որ Դիկրանաշենը վերցնելով Սյունիքն ու Վայոց ձորը կգդրվին Հայաստանեն։
Արցախցիները փողոքի ցույց կիրականացնեն Արևելյան Հայաստանի ղարավարության թիմաց։ Անոնք կբահանջեն երկարացկել Արցախեն բռնի դեղահանվածներուն դրամատրվող 40 առավել 10,000 դրամ հասարակական աջակցության ծրագիրը։ 105 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի դեմ հերթական պատմական անարտարությունը, երբ առանց Հայաստանի օրինական մասնակցության եւ ներկայության խորհրդակեմալական չջանցված իշխանությունները որոշեցին Հայաստանի տարածքային ընդգրկումը եւ պատմականորեն հայկական երկրամասերու պատկանելիությունը այլ պետություններու։ Ոտնահարվեցավ Հայաստանի ազգային եւ պետական շահը։ Շուրջ 100,000 հայեր Նախիջևանեն եւ Շարուրեն ենթարկված են բարբերաբար զինված հարձակումներու, գյուղ առ գյուղ գոդորացներու, թալանի, գողոբուդի, նվաստացումներու։ Իսկ ադրբեջանական խնամակալությունը կենթադրեր փախստական հայության վերադարձի գրեթե անհնարինը, ինչը եւ փաստացի ստեղծեց Նախիջևանի մեջ ժողովրդակրական պատկերի գդրուկ փոփոխության։ 1917-ին հայերը կգազմեին ավելի քան 60,000 մարդ, մինչև 1926 թվականը անոնց թիվը նվազեր է հասնելով մոտ 12,000-ի։ Այսօր Նախիջևանի մեջ ոչ մեկ հայ կա։ Այս պատկերը գուքա փաստելու այն բարձ ճշմարտությունը, որ պատմական անարտարությունները կհասցնեն ամբողջական երկրամասերու ազգային պատմական թիմապատկերի անդառնալի խեղմանը։ Արցախեն դեղահանված Լիլիթ Գրիգորյանին տրամադունը զգուշացուցեր է, որ պետք է մայիս 5-ին սկսի վճարել իր վարգը։ Հակառակ բարակային ան կհայտնվի սև ցուցակ։ Լիլիթը, ով առանցին կխնամե իր երկու անչափահաս զավակներուն, դունը ցերկ բերած է Արցախի բնակարանի հարցերու կոմիտեի դրամատրած վկայակրով, որը պետք է ապահովեր պետական աջակցություն։ Ան գշեշտե, որ վկայակրին մեջ նշված է 20 տարվա պետական աջակցություն, եւ ինքը ի վիճակի չէ վճարումներ կատարելու։ Հույս ունիմ, որ կառավարությունը լուծում կտա։ Մենք չենք կրնար վճարել այդ վարգը, ըսավ ան։ Տրամադունը կհայտարարե, որ քանի թեր կառավարությունը որոշում չէ ընդունած, վարգարում պետք է կատարե վճարումները, հակառակ բարակային տրամադունը կգրավե բնակարանները։ Ներքին հանդի բնակիչները նկատել են, որ գյուղի հատվածը հայրենական մեծ պատերազմի զոհերուն նվիրված հուշարձանը չկա։ Փոխարենը այդ տարածքը Ադրբեջանի զինված ուժերը սկսել են շինարարություն իրականացնել։ Վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը ըսավ, որ հերաթիթակով գնային եւ այդ տարածքին մեջ հուշարձանը չեն տեսներ։ Դեղը շինարարություն կա։ Հավանաբար զորանոց կգառուցեն։ Մենք այս բոլորին մասին դեղյակ բահած ենք մեր համապատասխան մարմիններուն։ 2022 թվականին թշնամին եկած նստած է մեր գերեզմաններուն մոտ, վերծոցած իր հսկողության տակ։ Մարդիկ իրենց հարազատներուն շիրիմները չեն կրնար այցելել, նշեց Խաչատուր Բաղդասարյանը։ Նույնիսկ գերեզմանոցները չկրցանք վերցնել։ Շատերուն կհուղարկավորենք կաբանի մեջ։ Առայժմ ոչինչ կրնանք քնել։ Գերեզմանոցի վրա նստած են, ուրիշ տեղ չեն երթար, շեշտեց Խաչատուր Բաղդասարյանը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։